Իսկ դուք տեղյակ եք, որ ձեր տրամադրությունը կառավարում է ոչ թե ուղեղը, այլ աղիները։ Մարդու օրգանիզմում կան տրիլիոնավոր բակտերիաներ, եւ նրանց քանակը ավելի շատ է, քան մարդու մարմնի բջիջները, եւ հենց նրանք են արտադրում սերոտոնին հորմոնի մոտ 90%-ը, վերջինս էլ հանդիսանում է երջանկության հորմոններից մեկը։ Եթե միկրոֆլորան խախտվում է, մարդը զգում է անհանգստություն, ապաթիա, ինչպես նաեւ դեպրեսիա։ Գիտնականները աղիները անվանում են մարդու երկրորդ ուղեղ, որովհետև այն ուղիղ կապ ունի նյարդային համակարգի հետ եւ կարող է կառավարել մարդկային հույզերը։ Փորձերն ապացուցել են, որ միկրոֆլորայի փոխպատվաստման դեպքում կենդանիները փոխում են իրենց վարքը։ Անհանգիստ մուկը փոխպատվաստումից հետո դառնում է ավելի հանգիստ ու ներդաշնակ, եւ հակառակը, հանգիստը դառնում է նյարդային եւ ագրեսիվ։ Այս փորձը ապացուցում է բակտերիաների խիստ ներազդեցությունը բոլոր կենդանի օրգանիզմների վրա, այդ թվում նաև մարդու։ Իսկ ինչ եթե դեպրեսիան ոչ թե հիվանդության նման մի բան է, այլ բակտերիաների մի ամբողջ խումբ, որը վերահսկողություն է հաստատել։ Ինչ եթե մարդու ցանկացած էմոցիա դա պարզապես նրանց պայքարն է վերահաստատվելու եւ իշխելու համար։ Ստացվում է, որ մարդու կյանքի որակը ուղիղ կապվածություն ունի իր օրգանիզմում տեղի ունեցող երևույթների հետ, հատկապես իր շատ մեծ տեղն ու դերն ունի ստամոքսաղիքային համակարգը։ Ուստի պետք է հետևողական լինենք, թե ինչպիսի սնունդ ենք մենք օգտագործում առօրյայում։